Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված։ Գլխավոր դատախազությունը պահանջում է Մարգարյանից և նրա հետ կապված անձանցից բռնագանձել 2 միլիարդ դրամի կամ մոտ 5 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով։ Միայն Տարոն Մարգարյանի 77 կոտորակ 7 հայտնի հասցեով գտնվող առանձնատան շուկայական արժեքը 324 միլիոն դրամ է գնահատվել։ Նախկին քաղաքապետից պահանջում են նաև 4 տրանսպորտային միջոց, որոնց շուկայական արժեքը շուրջ 61 միլիոն դրամ է գնահատվում։ Ներառում է նաև մեկ անշարժ գույքի շուկայական արժեքը, որը կազմում է 600 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև մի շարք շարժական գույքերի սարքավորումների շուկայական արժեքները շուրջ 12 միլիոն դրամ։ Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն բանի համար, որ նա զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, ապա Երևանի քաղաքապետի պաշտոնները առերևույթ շահադիտական և անձնական այլ շահագործությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց օժանդակությամբ իշխանական ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած առանձնապես խոշոր չափերով գույք, վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ։ Մարգարյանի փաստաբանը պնդում է, ապօրինի չհայտարարագրված հանցավոր ճանապարհով ձեռք բերված որևէ միջոց առկա չէ նախկին քաղաքապետի և իր ընտանիքի գույքային ֆոնդում։ Ըստ էության սույն գործի քննության ընթացքում դեռևս սույն գործով ուսումնասիրության փուլում դատախազության կողմից ներկայացված սկզբնական պահանջը մի քանի անգամ փոփոխվել է, յուրաքանչյուր անգամ փոփոխվել է նվազեցման տեսանկյունից։ Օրինակի համար սկզբնական դեռևս ուսումնասիրության փուլում որոշակի մեծ պահանջ էր որոշակի չափով, որը նվազեցվել է մեր կողմից ներկայացված հիմնավորումների արդյունքում։ Տարոն Մարգարյանի քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում։ Նա միակ բարձրաստիճան նախկին պաշտոնյան չէ, որի ունեցվածքը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում քննվում են տասնյակ գործեր։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատախազությունը 2023-ին հայց է ներկայացրել, պահանջելով բռնագանձել շուրջ 2 միլիարդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք։ 2025-ի դրությամբ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում և վերջնական վճիռ չկա։ Գործարար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, թեև 2024-ին դատարանը մասնակի վճիռ է կայացրել, նրա ընտանիքի անդամներից բռնագանձելով զգալի գույք և մոտ 1.3 միլիարդ դրամ, սակայն հիմնական գործը դեռևս ավարտված չէ։ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ընտանիքի անդամների դեմ հայցը ներկայացվել է դեռևս 2020-ին դրամական և գույքային բռնագանձման պահանջով։ Նրանից կբռնագանձվի 35 միլիոն դրամ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ 2018-24 թվականների ընթացքում ըստ գլխավոր դատախազի ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով, իսկ 2023-ից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում հանրապետությանն են վերադարձվել ավելի քան 210 միլիարդ դրամի կամ 536 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց։ 2021-25 թվականներին հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 152 հայցադիմումներով արգելանք է դրվել շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամի վրա։ Մերի Դանիելյան, Open Media։